Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Կառավարությունը պարզեցրել է պարտադիր հայտարարագրման կանոնները, նախընտրական հաշվարկներ, թե իրական բարեփոխումներ, ինչ է փոխվում։ Փաշինյանը խոսում է խաղաղության օրակարգի մասին, իսկ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել Հայաստանում կայանալի գագաթնաժողովին։ Հիբրիդային հարձակումները դառնում են Հայաստանի անվտանգության լուրջ մարտահրավեր, այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։ Նոր բանակցություններ Ժնևում, որ հակամարտության շուրջ է քննարկումը։ Խորհրդարանական ընտրությունից 3 ամիս առաջ կառավարությունը ևս մեկ հետքայլ է անում, այս անգամ պարտադիր հայտարարագրման աղմկոտ ծրագրից։ Հիշում եք, թե ինչ մեծ աղմուկ բարձրացավ, երբ խոսվեց համընդհանուր հայտարարագրման մասին։ Հիմա գործադիրն ասում է, եկեք որոշ բաներ հանենք համակարգից։ Ֆինանսների նախարարությունը առաջարկում է չհայտարարագրել նվերներն ու ժառանգությունը, մինչև 1 միլիոն դրամի փոխառությունները, նույն չափով գույքի վաճառքից ստացված գումարները։ Կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր, այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտների մասին է։ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը և դրամական միջոցները և այլն, այսինքն ամբողջ ցանկը հավելվածով նրանք, որոնք հայտարարագրման ենթակա են և որոնք ենթակա չեն, որոնք ունեն շեմեր, սահմանվում է հավելվածով։ Կառավարության այսօրվա նիստը բավական հագեցած էր։ Այն վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում էր։ Նիստում ընդունվել է նաև 2025 թվականի գործունեության զեկույցը։ Փաշինյանն է Լեհաստանից ֆեյսբուքյան տեսանյութով է ներկայացրել զեկույցի նախաբանը և մի քանի շեշտադրում արել։ Նրա խոսքով 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացույցային տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ 25 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 135%, այսինքն կրկնակի ավելացել են պլյուս 35%, և բնական հարց կծագի, բա ուր են այդ եկամուտները, ինչ են եղել։ Եղել է հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում այսօր կան 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում կան 700,000 և ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության ֆինանսավորումն է էականորեն ավելացել, կրթության ֆինանսավորումը, գիտության ոլորտում ընդհուպ մինչև 300%-ի աշխատավարձերի ավելացում է տեղի ունեցել։ Սոցիալական ոլորտում ևս փոփոխություն կա։ Ապրիլի 1-ից թոշակառուները կենսաթոշակը կստանան ոչ միայն բարձր, այլ անկանխիկ եղանակով։ Որպեսզի անցումը խնդիր չստեղծի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեխանիզմ է մշակել, վստահեցնելով, որ գործընթացը կլինի սահուն և ոչ ոք չի զրկվի իր թոշակից։ Կառավարության նիստից հետո նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ եթե տարեց քաղաքացին չի կարողանում ինքնուրույն կատարել բանկային գործարք, կգործի սուրհանդակային առաքում, ծառայության կամ բանկի աշխատակցի միջոցով։ Կլինի նաև վերահսկման մեխանիզմ թոշակի ստացումը հաստատելու համար։
Եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել, դա մեր տնտեսական աճի ցուցանիշն է 2025 թվականի, որը մեզ հիմք է տալիս այլ հետևություններ անել հարկաբյուջետային քաղաքականության եւ նաեւ որոշումներ կայացնել, որոնք որ մինչեւ դա ավելի ռիսկային էին թվում եւ դրանով պայմանավորված որոշում է կայացրել, որ բոլոր կենսաթոշակները, գրեթե բոլոր կենսաթոշակները, խոսքը 667,000 մարդու է վերաբերում, բարձրանալու են 10,000 դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ։ Մենք ունենք դեպքեր մինչև 10,000 դրամներ, այսինքն օրինակ կերակրող կորցնելու կենսաթոշակներ եւ այլն, եւ շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել, ասենք 8 կամ 7,000 դրամ, դա խոսքը վերաբերում է շատ փոքրաթիվ մեր քաղաքացիների, որոնք արդեն իսկ բարձր կենսաթոշակ են ստանում, նկատի ունեն միջինից մոտ 2 անգամ բարձր կենսաթոշակ ստացող քաղաքացիների է վերաբերում։ Սակայն սա նախընտրական փուլում իրականացվող միակ բարեփոխումը չէ։ Առողջապահական փոփոխություններ, արցախցիների բնակապահովման ծրագրեր, նույնիսկ զինվորական շքերթի հնարավոր կազմակերպում։ Պատահական համընկնում, թե նախընտրական հաշվարկ, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Կենսաթոշակների բարձրացում, առողջապահական փոփոխություններ, արցախցիների բնակարանային ծրագրեր, նույնիսկ զինվորական շքերթի հնարավոր կազմակերպում, այս ամենը ընտրության նախաշեմին։ Պատահական համընկնում, թե նախընտրական հաշվարկ։ Ընտրությունից 3 ամիս առաջ կառավարությունը հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին, փոխելով ամիսներ առաջ հնչեցրած գնահատականները։ Եթե 2 ամիս առաջ կառավարությունը պնդում էր, թե բյուջետային հնարավորությունները սահմանափակ են եւ թոշակների էական բարձրացում հնարավոր չէ, ապա ընտրությունից 3 ամիս առաջ այդ խոչընդոտը հանկարծ վերացել է։ Կառավարությունը հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում, ամիսներ առաջ դրա անհնարինության մասին խոսող պաշտոնյաներն այսօր ողողել են համացանցը թոշակի բարձրացման մասին իրենց գրառումներով։ Թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Ըստ փորձագետների կառավարությունը ընտրել է թիրախային ճիշտ խումբ։ Թոշակառուները ոչ միայն սոցիալապես ամենախոցելիներն են, այլև ընտրողների ամենակազմակերպված շերտերից մեկը։ Սակայն հարցը մնում է անպատասխան, եթե հնարավոր էր բարձրացնել կենսաթոշակները, ինչու դա չէր արվում ավելի վաղ։ Այն մոդելը, որ կառավարությունը դրեց ոչ կանխիկ դրամով աշխատելու դեպքում իրենք բոնուսներ են ստանում վերադարձելիության եւ այդ գումարները նույնպես նորից մտնում են շրջանառության մեջ, այս բոլորը եւ նվազագույն զամբյուղի առումով, նվազագույն պարենային զամբյուղի առումով դրական են հնչում։ Դրական են հնչում նաեւ ընտրություններից առաջ, ինչու՞ չէ, այլ պետք է նշենք, այդտեղ քաղաքական կարծում եմ, որ ենթատեքստել կա, իհարկե ինքը շատ լավ փաթեթավորված է սոցիալական նպատակների շրջանակում։ Միաժամանակ փոփոխություններ են կատարվում նաև առողջապահության ոլորտում, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակում։ Այն կոչում են լայնածավալ բարեփոխում, թեպետ ըստ մասնագետների ծրագրի բացերն այնքան շատ են, որ միայն խճճել է այդ ոլորտը։ Մարդիկ գնում են, մտնում են բժշկի մոտ, ասում են ձրի է, գրի գնամ MRT անցնեմ, ձրի է, գրի գնամ ԿՏ անցնեմ։ Ախր չի կարելի, ոչ բնակչությունն է պատրաստ, որ այդ ամենը ցուցումով պետք է լինի։ Ոչ բուժաշխատողներն են պատրաստ, որ պետք է, այսպես ասած, համ պացիենտ բուժեն, համ պաշտպանվեն պացիենտներից։ Նախընտրական փուլում ակտիվացել է նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագիրը։ Կառավարությունը խոսում է մեխանիզմների հստակեցման եւ ֆինանսավորման ընդլայնման մասին։ Սա կարևոր քայլ է սոցիալական եւ հումանիտար տեսանկյունից, սակայն կրկին հարց է առաջանում. ինչու հենց հիմա։ Միանշանակ առաջի այդ զգացողությունը, որ սա միանշանակ ընտրակաշարք է, որովհետեւ այս ողջ հատվածում երբ իրենք սկսել են իրենց նախընտրական քարոզարշավից դարձել մոտ 1 տարի է, բնական է իրենք ուսումնասիրել են տարբեր շերտերը, հասկացել են որտեղ ինչ պիտի անեն, որպեսզի մարդկանց էլի մանիպուլացնեն ու մոլորեցնեն։ Այս ֆոնին քննարկվում է նաև մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով զինվորական շքերթ կազմակերպելու հնարավորությունը։ Վերջին շքերթը տեղի է ունեցել 10 տարի առաջ։ Որպես կանոն շքերթներ անում են այն պետությունները, որոնք հաղթանակ են տարել, որոնք կարողացել են այդ փուլում ոչ թե ինչ-որ երկրից պարազինություն գնել, այլ իր ունեցած հնարավորություններով հաջողություն ապահովել կամ նվազագույնը զսպել տարբեր թշնամիների հնարավոր դիմակայությանը եւ այս պարագայում Հայաստանի իշխանությունների
այս մոտեցումը, մասնավորապես շքերթի կազմակերպման հետ կապված, բացառապես կարող է ունենալ մեկ նպատակ՝ ընտրություններին ընդառաջ սպառազինությունների գնումները ցույց տալու համար, թե իրենք ամեն ինչից զատ իրականացնում են նաև զինված ուժերում գնումներ։ Սա համակարգային երկարաժամկետ քաղաքականություն է, թե նախընտրական տրամաբանությամբ պայմանավորված քայլերի փաթեթ, որը դեռ պիտի համալրվի։ Զրուցակիցներս նկատում են, բոլոր բարեփոխումները լավ է, որ արվում են, բայց հնարավոր էր անել ավելի շուտ։ Իսկ հիմա այն տեղավորվում է օրինական ընտրակաշարք ասվածի տրամաբանության մեջ։ Սեդամ Ակաջյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նախընտրական շրջանում ակտիվացել են նաև արտաքին գործոնները։ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանի ընտրությունում։ Պաշտոնական տրամաբանությամբ նպատակը արտաքին միջամտությունների կանխարգելումն է, բայց քաղաքագետները հարց են բարձրացնում։ Սա իսկապես անվտանգության համար է, թե նախընտրական քաղաքական հաշվարկ է, ինչպես Մոլդովայում։ Ինչ գին ունի այս ծառայությունը, ռեպորտաժում։ Հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Հենց այս խումբն է, այսպես ասած, աջակցելու Հայաստանի Հանրապետությանը հունիսին սպասվող ընտրությունում։ Նպատակը արտաքին միջամտությունների, այդ թվում տեղեկատվական եւ կիբերսպառնալիքների կանխարգելումն է, եւ ինչպես նշված է հայտարարությունում, խուսափել Ռուսաստանի Դաշնության միջամտություններից։ Որպես օրինակ նշվում է Մոլդովայի փորձը։ Ինչպես եւ ինչու Արարատ Միրզոյանի Եվրամիությանը ուղղված նամակ-խնդրանքը իրականություն դարձավ։ Պետք է հստակեցվի, թե տվյալ դեպքում ՌԴ-ի ինչպիսի միջամտության մասին է խոսքը, որից խուսափելու կամ դեմը առնելու համար հատուկ հրավիրվում են մշտական քաղաքացիական առաքելություն իրականացնող հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Փորձագետների մի մասը այս գործընթացը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության հերթական դրվագ։ Նրանց գնահատմամբ Արևմուտքը փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել այն երկրներում, որտեղ տեսնում է մրցակցություն Ռուսաստանի հետ։ Արևմուտքը ցանկացած տեղ, որտեղ տեսնում է հակառուսականություն, միանգամից դա փորձում է որակել որպես հիբրիդային պատերազմի այսպես գործիք եւ պաշտպանում է հակառակ կողմին։ Եվրամիությունը առաջնորդվում է Մոլդովայի հաջողված սցենարի օրինակով, ըստ որի պետք է այսպես ասած պայմանական ժողովրդավարությունը հաղթի հետադիմական ուժերին։ Այն նույն սցենարը մոտավորապես ես կարծում եմ, որ փորձ է արվելու այստեղ կրկնել, եթե հիպոթետիկ որևէ ուժ, որը պիտակավորվել է որպես պրոռուսական ուժ կամ Ռուսաստանի շահերը պաշտպանող ուժ, հանկարծ մոտ լինի հաղթանակին, նա միանգամից կպիտակավորվի որպես հիբրիդային պատերազմի մասնակից եւ մենք կտեսնենք այդ գործողությունները։ Միևնույն ժամանակ հնչում են նաև մտահոգություններ։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը մասնավորապես խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանը դիտարկվում է որպես կիբերհարձակումների եւ տեղեկատվական պատերազմի աղբյուր, իսկ դրանց հակազդելու գործառույթը փոխանցվում է արտաքին դերակատարների։ Նրա գնահատմամբ հարցեր է առաջացնում նաև Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության երկարաժամկետ ներկայությունը։ Ստացվում է իմ մոտ տպավորություն եւ ոչ միայն իմ մոտ, որ դա ինձի մի կառույց է, կցված օրինակ Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի Եվրոպական միության ներկայացությանը, որը որ բոլոր խորհրդարանական կամ ոչ միայն խորհրդարանական ընտրություններին նման առաքելություն է ստանձնելու, այսինքն մշտական բնույթ կրող է։ Եվ այստեղ էլ են գալիս այն մտահոգությանը, որ գուցե իրոք մեր իշխանությունները չեն կարող հավուր պատշաճի իրականացնել նման առաքելություն։ Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով Հայաստանի Հանրապետության իշխանության բնորոշած հիբրիդային պատերազմը երևակայական է այն իմաստով, որ հիբրիդային բառն ինքնին ենթադրում է թշնամական գործողություններ, սակայն Հայաստանը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանը դաշնակցային պետություններ են։ Եթե սա դիտարկում ենք հայ-ռուսական հարաբերությունների առանցքում, այստեղ կան հակասություններ։ Եթե սա դիտարկում ենք ներքին քաղաքականության համատեքստում, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է դառնում։ Նրա գնահատմամբ հակառուսական հռետորաբանությունը կարող է ունենալ նաև ներքաղաքական նպատակներ, հասարակության մոբիլիզացիա եւ քաղաքական դիրքերի ամրապնդում։ Դա ամենակարևորը դերևս ոչ միայն արևմուտքի հետ հարաբերություններն են, այլև ներքին քաղաքականության մեջ թշնամու կերպարի ստեղծումը։ Ավտորիտարացվող հասարակություններում կամ ավտորիտարացվող ռեժիմների համար կարևորագույն էլեմենտներից մեկը իշխանության պահպանման դա արտաքին կամ ներքին թշնամու կերպարի առկայությունն է, որի շուրջ կարելի է համախմբել կամ մոբիլիզացնել հասարակությանը։ Իսկ ինչ գին կարող են ունենալ նման գործընթացները Հայաստանի համար։
Եթե ինչ որ մեր պետություն, ինչ որ մի կառույց քո երկրին տալիս է ֆինանս, դա արդեն իսկ իր մեջ ենթադրում է նաև պարտավորություններ։ Հիմա այդ պարտավորությունների մասին հայկական կողմը չի բարձրացնում։ Փորձագետների գնահատմամբ ռուսական կողմը հետևում է զարգացումներին, սակայն առայժմ չի գնում կտրուկ քայլերի։ Դեռևս վարում է ռազմավարական սպասման քաղաքականություն։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Արագ փոփոխվող աշխարհում հիբրիդային հարձակումները դառնում են ամենաբարդ մարտահրավերներից մեկը։ Հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատությանը նվիրված միջոցառման ընթացքում։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն 25 տարի շարունակ եղել է Հայաստանի հուսալի գործընկերը բարեփոխումների եւ զարգացման ճանապարհին։ Այս ոլորտում մեկ այլ կարևոր քայլ էր Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը, Թրոմսոյի կոնվենցիան, որի մասին արդեն պարոն Լոնգանին խոսեց, ինչը մեկ անգամ եւս ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների նպատակների համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի ուղուն։ Անշուշտ այսօրվա արագ փոխվող աշխարհում, երբ ականատես ենք միջազգային անվտանգային ճարտարապետության վերաբաշխման մարտահրավերներին, միջազգային իրավունքի խաթարման եւ բազմակողմ համակարգի քայքայման ուղղված քայլերին, ժողովրդավարությունների դեմ հիբրիդային հարձակումները դառնում են ավելի կոմպլեքսային, բարդ եւ բազմաշերտ գործիքակազմով։ Ինչպես նշեցի, Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում է։ Հանդիպել է հայ համայնքի հետ ու խոսել իր համար օրակարգային հարցերի մասին, օրինակ խաղաղության։ Նրա խոսքով կառավարության առաջնահերթություններն են խաղաղության օրակարգի առաջմղումը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Փաշինյանը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին։ Քաղաքական պայմանավորվածությունները շատ կարևոր են խաղաղության հաստատման համար, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել կայունության համար, քան նույնիսկ համաձայնագրերը եւ այլ փաստաթղթերը։ Իհարկե, տնտեսական այդ գործոնները հիմնված են քաղաքական կամքի վրա, երկու երկրների եւ երկու կառավարությունների, եւ ավետիսն այն է, որ հիմա մենք տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, ինչը մեր տեսանկյունից ամրապնդում է խաղաղության զգացողությունը, քանի որ երկկողմ առևտուրը եւ այսպես ասենք, կարծում եմ ամենաուժեղ գործոնը խաղաղության եւ կայունության որևէ տարածաշրջանում կարող է լինել փոխկախվածությունները։ Մինչ Փաշինյանը խոսում է նախաստորագրված Բաղձալի խաղաղության մասին, պարզվեց, որ Ադրբեջանը չի մասնակցելու Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկի պատճառով նման այց չեն նախատեսում։ Փաշինյանը հայտարարել է, որ հույս ունեն դրական փոփոխություններ տեսնել նաև Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում։ Վերջին տարիներին մենք բավական ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ։ Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ, անցյալ տարի հունիսին առաջին երկկողմ աշխատանքային այցս տեղի ունեցավ Թուրքիա։ Մենք շատ դրական երկխոսություն ունենք, բայց մյուս կողմից, գիտեք, հիմա իրավիճակը բավական հասունացել է, որպեսզի գործնական բանի վերածվի։ Դժբախտաբար գիտեք, ինչպես գիտեք, Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը փակված է 90-ականների սկզբից եւ մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը։
Փաշինյանը խոսել է նաև ատոմակայանի մասին։ Նրա խոսքով մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք չունենք, անհրաժեշտ է փոքր մոդուլային ատոմակայան ու հիմա քննարկում են հենց այդ հնարավորությունը։ Երկրում արևային էներգետիկան սրընթաց զարգանում է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ունենք խորհրդային ժամանակ կառուցված ատոմակայան։ Վերջին տարիների ընթացքում մենք կարողացել ենք ատոմային էներգետիկայի Արևային էներգետիկայի ոլորտում ատոմակայանի կարողությունը կրկնակի գերազանցող կարողություն հաստատել եւ մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք մենք չունենք հաշվի առնելով հենց նոր նշածս գործընթացները։ Ոստի մեր փորձագետների գնահատականով մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ատոմակայան։ Ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել, որ փոքր մոդուլային տիպի միջուկային կայան ատոմակայան ենք ունենալու։ Հիմա մենք քննարկում ենք այդ հնարավորությունը մեր գործընկերների հետ, մենք դա քննարկում ենք ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Ֆրանսիայի հետ, եւ մենք որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար։ Ժնևում մեկնարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Առաջին բանակցությունները որակել է կառուցողական եւ լուրջ։ Նրա խոսքով կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքներ, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չի պատրաստվում ստեղծել, քանի որ երկրի հոգևոր առաջնորդը արգելել է։ Բանակցությունների ընթացքում Իրանի առաջարկները փոխանցվել են Օմանի միջնորդությամբ ամերիկացի բանագնացներին, որոնք կողմերին հնարավորություն են տալիս խուսափել տարածաշրջանում ռազմական հարվածներից, հատկապես այն ֆոնին, երբ ԱՄՆ-ն վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում զորքեր ու տեխնիկա է կուտակել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ուկրաինայում վիճակը մնում է լարված։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանը չի կարողացել օկուպացնել երկիրը։ Նա ընդգծում է, որ Ուկրաինան պահպանել է անկախությունն ու ազատությունը եւ երկրի դրոշը չի փոխվել։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների դրոշի ներքո նավարկող նավը մտել է Կուբայի ջրային տարածք ու կրակ բացել։ Կուբացի սահմանապահները պատասխան կրակ են բացել ու սպանել նավի վրա գտնվող 4 անձի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ առիթը բաց չի թողել իրեն գովելու համար։ Նա բարձր է գնահատել իր նվաճած տնտեսական ցուցանիշները եւ հայտարարել է Ամերիկայի ոսկե դարի մասին։ Նա խոսել է նաեւ Իրանի մասին, ասելով, որ թույլ չի տա, որ աշխարհում ահաբեկչության ամենամեծ հովանավորը միջուկային զենք ունենա։ Իրանի թեմային է անդրադարձել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Եթե ձեզ իրականում հետաքրքրում է խաղաղ միջուկային ծրագիրը, կարող եք դա անել այնպես, ինչպես աշխարհի երկրների մեծ մասն է անում։ Այսինքն նրանք ունեն վերգետնյա ռեակտորներ եւ ներմուծում են վառելիքը։ Բայց երբ դուք ասում եք, մենք ուզում ենք հարստացնել ուրանը, նաև հրթիռներ եք ստեղծում, որոնք կարող են մարտագլխիկներ կրել։ Դա նման չէ մի երկրի, որը հետաքրքրված չէ զենք արտադրելով, ասել է նա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ խոսել է այն մասին, թե ինչ կլինի, եթե Միացյալ Նահանգները սպանի Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։ Անհրաժեշտության դեպքում նոր առաջնորդ կընտրվի։ Դրա հետ կապված որևէ խնդիր չունենք, ասել է նա։ Հնդկաստանը հաստատակամորեն կանգնած է Իսրայելի կողքին, թե հիմա, թե ապագայում, հայտարարել է Իսրայելում գտնվող Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Քնեսեթում ելույթի ժամանակ։ Հնդկաստանն ու Իսրայելն այլ պետությունների հետ կկառուցեն երկաթե դաշինք ընդդեմ ծայրահեղական իսլամի սպառնալիքի։ Այդ մասին էլ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանում ահաբեկչական հարձակում է կանխվել, հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը։ Տղամարդը պլանավորում էր այրել ինքնաթիռը Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հրամանով, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների թիվն աճել է, ինչն Ուկրաինայի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է։ Անհայտ անձինք Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի դրամարկղից գողացել են ավելի քան 500,000 զլոտի, մոտավորապես $141,000։ Նշվում է, որ կողոպուտին կարող են ներգրավված լինել նախագահական գրասենյակի մի քանի աշխատակիցներ։ Բրազիլիայում հորդառատ անձրևները ջրհեղեղներ ու սողանքներ են առաջացրել, մահացել է 30, անհետ կորել 39 մարդ։ Բալիում էլ օձերը փողոց են դուրս եկել, չդադարող անձրևների եւ ջրհեղեղի հետևանքով նրանց բները ջրով են լցվել եւ սողունները փնտրում են համեմատաբար չոր վայրեր։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գիտեք, Ճապոնիայում հիմա մի ռոբոտ վանական են փորձարկում, անունը Բուդարոիդ։ Նա քայլում է, ժեստեր անում, հանգիստ խոսում բուդայական ուսմունքների մասին։ Հետազոտողներն ասում են, որ այս ռոբոտը նախատեսված է վանականների պակասը լրացնելու համար։ ノイドロボット、ブッダロイドの開発のご報告ということをもう一度手を合わせます。気持ちを込めて合唱いたしました。ユーザーから質問がAI に対して投げかけられますと、その質問 Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։